Արսեն ջան, ես այդ ամեն ինչը շատ լավ հասկանում եմ, բայց մինչև տուն ես գալիս, ես կես մարդ եմ դառնում։ Տաճ ջան, անհանգստանալ ընդհանրապես պետք չի։ Նախ որովհետև վաղուց արդեն երեխա չեմ, հետո էլ մենակ չեմ այնտեղ։ Միշտ Նարեկի հետ ես, չէ Արսեն ջան։ Հա, համերա միշտ իր հետ եմ։ Արսեն, գիտես, ինձ մենակ մի բան դուր չի գալիս։ Դու Նարեկի հետ շատ կոպիտ ես խոսում։ Տեսնում ես այդ տղան ես քաղաքում մենակ է ապրում, ոչ ոք չունի, գալիս է մեր տուն, մեր տնից չի ուզում թե դուրս գա, իսկ դու անverջ կատակ ես անում հետը, կոպիտ ես խոսում հետը, կնեղանա, չէ։ Այ հենց այդ պատճառներով էլ կոպտում եմ տատ։ Բա որ թողեմ մնա, սենց սովորելու է, չի ուզենալու գնա, ոչ էլ ինչ-որ մեկին գտնելու է։ Դրա համար ես դուրս եմ անում տնից, որ գնա մենակ մնա, մեկին գտնի, շփվի, վերջի վերջո ամուսնանա, ինքն էլ չէ պիտի ընտանիք ունենա։ Չհասկացա, հələ մի րոպե սպասի։ Էդ ուզում ես ասես, որ ես է թողնեմ տնից գնամ, դու մեկին կգտնես կամուսնանաս։ Ուզում ես թողնեմ գնամ գյուղ քրոջս մոտ։ Դա ավելի տատի ջան։ Հիմա ես ինչ ասեմ, պիտի պատտես հասցնես քո ուզած թեմային։ Հա, այնքան պետք է ասեմ, միջև գլուխդ մտնի։ Ականջիդ օղանես ու չմոռանաս, որ պետք է ամուսնանալ։ Ժամանակն է արդեն։ Չեմ ամուսնանալու։ Եղավ։ Սես լավ է։ Կատակ եմ անում մի նեղվի։